Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Պարոն Թորոսյան, նախընտրական շրջանը մոտենում է, այսպես թոհուբոհը ավելի է ակտիվանում եւ զգում ենք, որ տարբեր ուժերի կողմից ակտիվանում է մի կողմից խաղաղության, մյուս կողմից պատերազմի խոսույթը։ Նախ ձեր ուժը, իշխող ուժը հայտարարում է, որ կա պատերազմի եռագլուխ կուսակցություն, որոնց գալով հնարավոր է նոր պատերազմ, եւ ապա հակադարձում են ձեզ հակառակ դաշտից, որ ձեր գալով է սկսվելու պատերազմ, տնտեսական պատերազմ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչպես հասկանանք երկու կողմից այս վախի մթնոլորտ կամ պատերազմի խոսույթ ստեղծելու էս միտումը, արդյոք սա հանրությանը ինչ որ իմաստով վախեցնելու միտում չունի եւ բարոյահոգեբանական վիճակի վրա նաեւ չի կարողացնել։ Ամենևին վախեցնելու միտում մենք չունենք, նախ բայց անդրադառնամ այդ մեղադրանքին, հետո մեր ասելիքին, լավ, ասում եմ մեր գալուց հետո ինչ որ բան է սկսելու, կարիք չկա մեր գալուն սպասելու, որտեղ մենք եկել ենք, ավելի շուտ ժողովրդի իշխանությունն է եկել 2018 թվականից եւ դրան նախորդած հաջորդած ընտրություններում 18-21 թվականներին եւ մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ միայն ընդլայնվել են դրանից հետո ամեն տարի աճող արտահանում, ամեն տարի աճող առևտրաշրջանառություն, հիմա նաեւ արդեն ապաշրջափակման շնորհիվ տարանցիկ Ադրբեջանի տարածքով ներմուծումներ, վառելիքի, հացահատիկի եւ ոչ միայն Ռուսաստանի տարածքից եւ մեր ըստ էության քաղաքականություն ցույց է տվել, որ մենք որևէ մեկի հետ պատերազմելու ցանկություն չունենք, ոչ Ռուսաստանի Դաշնության հետ, ոչ մեր որևէ հարևանի, հակառակը մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները բոլորի հետ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ, բայց դա չի նշանակում, որ մենք մեր արտաքին անկախ քաղաքականությունը չենք վարել եւ չենք վարելու։ Այդ մեկ Այսինքն նրանք ընդհանրապես մտածածին թեզեր են, մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, մեր գործընկերների եւ ընդհանրապես երկկողմ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, բայց մենք չենք վարանում իրերը կոչել իրենց անուններով եւ խրթին հարցերի մասին խոսելու, որոնք պետք է պարզաբանվեն, հա, տարբեր թեմաների մեջ եմ ուզում անդրադառնալ մյուսի։ Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը, տեսեք, այստեղ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ եւ տեղի է ունենում մինչ օրս։ Երբ վարչապետը եւ մենք հայտարարեցինք, որ ըստ էության մենք տեսնում ենք եռագլուխ պատերազմի կուսակցություն, նրանք սկսեցին դա ապացուցել։ Մենք ասացինք, իրենք ապացուցեցին։ Այսինքն մենք ասացինք, որ ակնհայտ է, որ նրանք պատերազմի կուսակցություն, նրանք սկսեցին իրենց ամենօրյա խոսքերով ապացուցել դա։ Ասեմ ինչպես։ Երբ սկսեցին խոսել հաստատված խաղաղության պայմանների վերանայման մասին, երբ սկսեցին խոսել խաղաղության թույլ լինելու մասին, երբ սկսեցին խոսել, որ մենք ոնց կարող ենք ընդհանրապես մոռանալ եւ պետք է վերադառնանք, վերադարձի իրավունք եւ այլն, այդ ամենօրյա իրենց խոսույթը խաղաղության եւ մեր հարևանների հետ հարաբերությունը ապացուցում է, որ մենք ճիշտ ենք։ Իսկ մենք չենք ուզում որևէ մեկին վախի մթնոլորտի մեջ բայց մենք մեր քաղաքացիների առջև պարզապես ազնիվ եւ անկեղծ ենք եւ չենք կարող դա չասել եւ դրան չանդրադառնալ։ Երբ որ հանդիպումներ են ունենում իրենց ընտրողների հետ կամ հրապարակային խոսք են ասում, ու ասում են այդ ամեն ինչի մեջ, մենք ասում ենք փաստորեն իրանք գոնե գան հերքեն ասեն, չէ, մենք չենք ուզում վերանայել խաղաղությունը, որտեղ խաղաղությունը կարևոր է եւ հաստատված է։ Մենք պարզապես ուզում ենք այս խաղաղության պայմաններում, չգիտեմ, այլ բան անել, հա, այլ բան, որը իրանք կարող են ասել, իհարկե դրան էլ կա պատասխան, որտեղ անող լինեին, վաղուց առած կլինեին, բայց իրենք ապացուցում են մեր ճշմարտացի լինելը, հասկանում եք, ամեն օր իրենց ամենօրյա խոսքը, բացեք իրենց ամենօրյա հանդիպումները ժողովրդի հետ, կլինի դա Ծառուկյանը, կլինի Նարեկ Կարապետյանը, կլինի Ռոբերտ Քոչարյանը, նույն բանն են ասում եւ ըստ էության ժողովրդի մոտ էլ այդ ամբողջական է, հա, դառնում, այդ նաեւ արմատավորվում է, որ այո, իրենք ըստ էության իրարից ոչնչով չեն տարբերվում, պարզապես անուններն է ուրիշ, իդեպ բոլորի անվանումը, չգիտես ինչու հայտնվել է Հայաստան բառը, թեև իրանք ամենաքիչը կապ ունեն Հայաստանի հետ, ավելին, բայց ցուցակներով ընդհանրապես են ապացուցում, որ ճիշտ ենք ասում։ Ասենք Ռոբերտ Քոչարյանի մեջ ցուցակում եղածը հայտնվում է Հայաստան բան ուժեղ Հայաստանի մեջ, այն մյուսը հայտնվում է Ծառուկյանի ցուցակի մեջ, ու տենց ոնց որ բան կա, այն որ կարտերի կալոդը ինչը բնորոշ է այդ ուժերից մեկի ղեկավարի խառնում ես, հետո բաժանում ես պատահական, որտեղ ընկա, որ ցուցակում ասում ես քեզ, ես էլ քեզ։
Իսկ Վլադիմիր Պուտինը իր հայտնի հայտարարությամբ պարոն Թորոսյան Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ օգնեց, աջակցեց, զինաթափ արեց այս ուժերին, թե հակառակը նոր թափ հաղորդեց, որովհետև մի շրջանակ կա, որ պնդում է, որ Վլադիմիր Պուտինի դեմքով ուղիղ նման հայտարարություն անել է, նկատի ունեմ ռուսամետ ուժերի մասով եւ իր քաղաքացու ընտրություններին մասնակցել չմասնակցելու մասով կրակոց էր սեփական ոտքին։ Մյուս հատվածն ասում է, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կարող է նրանց բավականին լուրջ դիվիդենդներ բերել։ Դուք կիսում որ տեսակետն եք կիսում։ Ես այլ տեսակետ եմ կիսում, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները վաղուց ձևավորվում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքով եւ ոչ թե որևէ մեկ այլ երկրի ղեկավարի կամ իշխանության կամ ժողովրդի կամքով, իսկ մեր ժողովուրդը բավարար իմաստուն է իրերը իրենց անուններով կոչելու եւ թացը չորից տարբերելու առումով։ Եվ երբ որ ուժերը ներկայանում են կամ այլ երկրներից այդ ուժերի նկատմամբ ինչ որ արտահայտություններ են հնչում, աջակցող կամ չաջակցող, իրենք շատ լավ հասկանում են, դա ձեռ տալիս է Հայաստանի Հանրապետության պետական շահերին, թե ձեռ չի տալիս։ Բայց անկախ նույնիսկ Պուտինի կամ մեկ այլ գործչի հայտարարություններից, ասենք բոլորի համար ակնհայտ է, օրինակ Ռոբերտ Քոչարյանի ինչամետ լինելը եւ ընդհանրապես օրինակ միութենական պետության ջատագով լինելը, Ծառուկյանի բելարուսամետ լինելը եւ էլի միութենական պետության ջատագով լինելը, Կարապետյանների բիզնես կայսրության պատկանելիությունը որ երկրին եւ բոլորի համար շատ ակնհայտ է իրանք որ երկրի շահերը ավելի շատ կսպասարկեն, եթե լինեն իշխանություն կամ նույնիսկ ընդդիմություն, հա, հիմա ընդդիմությունն էլի ակնհայտ է որ երկրի շահերն են սպասարկում, իսկ Հայաստանության քաղաքացուն եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը պետք է Հայաստանի շահերը սպասարկող, հա, մարդիկ կլինեն իշխանություն եւ նույնիսկ ընդդիմություն։ Մեր ցավը այն է, որ մեր ընդդիմության ճնշող մեծամասնությունն էլ է, հա, իսկ ճնշող մեծամասնությունը ըստ էության Հայաստանակենտրոն եւ Հայաստանի շահերը սպասարկող չէ, իհարկե կան նաեւ այլ ընդդիմադիր ուժեր, որոնք հույս ունեմ ավելի լսելի կդառնան, ավելի կզարգանան, բայց փաստը այն է, որ դա այդպես է եւ մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է։ Եվ գիտեք, ընդհանրապես ինչ որ բանը մետ լինելը մենք պետքա թողնենք անցյալում, մենք պետքա լինենք միայն Հայաստանամետ։ Պարոն Թորոսյան, մեր տաղավարում եք դուք այդ մասին խոսել եւ բազմիցս եք նշել, որ քաղաքական դինոզավրներից չեք ուզում խոսել եւ իմաստ չկա նրանց վերակենդանացնելը, նրանց խոսակցության դաշտ բերելը, բայց այնուամենայնիվ վերջին 5 տարիներին արդյոք իշխող ուժը լինելով մեծամասնություն չուներ լծակներ, օրենսդրական լծակներ նկատի ունեմ, որպեսզի օրենքի ուժով դուրս դներ օլիգարխներին, նախկին ղեկավարներին այս ընտրական process-ներին մասնակցելու հնարավորությունից եւ հիմա մենք ստիպված չլինեինք կրկին քննարկել ձեր բառերով ասած քաղաքական դինոզավրներ։ Քաղաքական դինոզավրերը վաղուց մահացել են եւ չեն վերակենդանանալու այդ փաստը եւ մենք ամեն ընտրությանը դա արձանագրում ենք։ Օրինակ այդ քաղաքական դինոզավրերից, չգիտեմ, Ծառուկյանը անցել ընտրություններին չհաղթահարել շեմը, այս ընտրություններին էլ գրեթե վստահ եմ, որ չի հաղթահարելու շեմը, որտեվ ասենք բառիս ուղիղ իմաստով էլի, հա։ Մյուս Դինոսեր Սարգսյանը չհաղթահարեց շեմը ու զուտ օրենքի ուժով հայտնվեց ազգային ժողովում, Ռոբերտ Քոչարյանն էլ ինչ որ տենց բանի տակ ալիքի վրա եկավ, բայց չեկավ բեմ, բայց գիտեք դա ավելի շատ իրանց շահերից չի բխում, երբ որ իրանք փորձում են այդ կարգավիճակով տենց մերժված կարգավիճակով կամ մեռած կարգավիճակով նորից գալ մասնակցել ընտրություններին, իսկ Կարապետյանների ուժը դա ըստ էության հիբրիդ է այդ բոլոր տեսակի այդ իմ ասած դինոզավրերի, պարզապես նոր երիտասարդ դեմքերով Իրանց մոտ ինչպես իրենք են ասում մաքուր ձեռքերով իրանց մոտ էլ այդ հələ մեծ հարց է մաքուր թե ոչ մաքուր իրանց մոտ էլ գաղափարներն են մեռած որտեղ նույն գաղափարներով են գալիս իսկ մաքուր ձեռքերը մենք տեսնում ենք այս վերջերս հարուցված քրեական գործերով ընտրակաշառքների եւ իրանց գործելավոճով որը ոչինչով չի տարբերվում նախկին ընտրակեղծարարներից այն ժամանակ իշխանություններ ընտրությունները կեղծում հիմա ընդդիմությունն է փորձում կեղծել Էլ չասած իրանց կապերը, ասենք օրինակ այդ ցուցակում մարդիկ կան, ասենք Միքայել Մինասյանի մերձավոր շրջապատից, դրա ինչն է նոր էլի, ասենք հա երիտասարդ է, բայց ամբողջությամբ տենց սերտաճած իրանց կայսրությունների մեջ կամ է մյուս մարդիկ, որ ասացի անունները, չգիտեմ, Քոչարյանի ցուցակից, մյուսի ցուցակից, կամ մարդիկ, որոնք որ հա կարող է ոչ մեկի ցուցակը չեն, բայց հենց առաջի բառը լսում ես, ասում ես ոնց որ 130-ամյա տեքստ եմ լսում բերանից, ասենք ի՞նչ տարբերություն էլի, դաշնակցի բանով
գրքույկով, բայց հոգով դաշնակ է եւ այդ առումով ոչ մի տարբերություն չկա, բայց ինչ վերաբերում է ինչն ենք մենք սխալ արել, տեսեք, ընդհանրապես քաղաքականություն ստերիլ միջավայր չի, էլի, որ օրինակ բան անես, մանրեազերծես, հա, անտիսեպտիկներով ոնց ես վիրահատության մտնում, ես լավ մաքրում ես ձեռդ, հետո վերջում ձեռնոց ես հագնում, որ վիրահատության ժամանակ հանկարծ ինֆեկցիա չմտնի որովայն, որ հետո մարդը դրանից չմահանա։ Քաղաքականությունը տենց չի։ Քաղաքականությունը չես կարա դարձնել ստերիլ, որովհետև ասենք օրինակ արգելեցիր X ուժին, որը պետք է հասկանաս ընդհանրապես ճիշտ է թե ճիշտ չի, այդ նույն մարդիկ կամ նույն գաղափարները կամ ուրիշ ուժով հանդես կգան։ Հիմա վառ օրինակ է։ Okay, ենթադրենք արգելել էինք այս կամ այն կերպ, հա, թեև ես դրա կողմնակիցը չեմ, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, հա, հենա ուժը Հայաստանը բարձր օրինակ։ Հաշվեք արգելած են աղել մյուս ուժերը։ Եկել են նոր մարդիկ նույն գաղափարներով, նույն գործելավոճով ընտրակաշարք բաժանել, խաբել մարդկանց, ցույց տալ իրանց կեղծ բարեպաշտությունը, իրանք բարերար են, ասենք բոլորիցս փող են գողացել, բայց բարերար են, էլի։ Գողացել են հոսանքի վարձ, ինչ որ սեփականաշնորհումներ են իրականացրել էժան գներով տարբեր բաների, ձեռք են բերել օրինակ նույն ժամանակին հեծը, ինչ որ բաների սոուսի տակ ու իրանք բարերար են, էլի, այտենց բարերարներ մենք էլի ենք տեսել, այնա մի հատ էլ կար, չէ, գոռում էին ծառուկյան բարերար, չգիտեմ ինչ բարերար, բայց այդ մարդիկ ասենք լինելով բնույթով ֆեոդալ, բառի սուղի իմաստով կալվածատեր եւ այդ կալվածների վրա ապրող մարդկանց էլ համարելով իրենց սեփականությունը որպես ճորտ, հետո ասել են եկեք բան, եկեղեցու բացմանը անում ենք բարեգործություն, բարեգործական սեղան են գցում, հա, ու մարդիկ տենց վրա են տալի, հիշում եք այդ կադրերը վստահ եմ։ Եվ մեր ժողովուրդը կարծում եմ հագեցել է այտենց բարերարներից, որովհետև բարերարներ եւ փրկիչներ պետք չեն։ Մեր ամենամեծ բարերարը Հայաստանի Հանրապետության դա Հայաստանյան քաղաքացին է։ Արդյունք ստեղծող, աշխատող, հարկերը վճարող քաղաքացին է, որի վճարած հարկերով էլ իր շուրջը բարեկարգվում է։ Դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, ջրագծեր, լուսավորություն, առողջության ապահովագրություն, կենսաթոշակ։ Մի օր կթվարկեմ ինչքան բանատեղի ունեցել, ուսուցիչների ատեստավորում, նոր ոստիկանություն, բանակում սպառազինություն, անթիվան համար ռազմաարդյունաբերություն, այդ ամեն ինչը արվել է մի մարդու կողմից եւ այդ մեկ մարդը դու ես, այսինքն ցանկացած հարկ վճարող քաղաքացի։ Եվ մեզ պետք չեն այդ փրկիչները, որ պետքա գողանան մեզնից, հետո ասեն, դե տեսեք, ես ինչքան բան եմ, առատաձեռն եմ, ինձ այլ բան պետք չի, ես էլ մի հատ էլ իմ փողն եմ ձեզ։ Այդ քո փողը չէ, մեր փողն է։ Այդ մեր փողն է, որի մի կտորը դու մեզ հետ ես տալիս, բայց մեզ դա այլևս պետք չի, որտեղ մենք ունենք պետական բյուջե, որ այդ բոլոր հարցերը կհոգա։ Ձեր նշած բոլոր ֆակտորները, այդ թվում առողջության ապահովագրություն, կենսաթոշակների բարձրացում, նախընդդիմությունը նույնպես վերագրում է որպես ընտրակաշարք, որովհետև նախընտրական ասում է տրամաբանության մեջ 2 ամիս բանակի սպառազինությունն է, ընտրակաշարք։ Այդ մասով դպրոց մանկապարտեզն էլ կառուցելն է, ընտրակաշարք։ Ամեն ինչ ընտրակաշարք է ուրեմն, դες ասֆալտն էլ է ընտրակաշարք։ Այդտեղ էլ կոռուպցիոն սխեմաներ 5000 կիլոմետր ճանապարհ սարքելն էլ է ընտրակաշարք։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, տասնյակ բժշկական կենտրոններ, ասում եմ, այտենց գյուղ չկա, որ մտնում ես եւ որևէ լուրջ, շատ լուրջ, բառեսփուն իմաստով շատ լուրջ ծրագիր արված չէ, այտենց գյուղ պարզապես չկա Հայաստանի Հանրապետությունում, փոքրից մեծ։ Գյուղեր կան, ասենք 20 կիլոմետր ճանապարհ է սարքվել, այդ գյուղում արտադրված ապրանքը իր գնով, հա, ասենք մոտակա 30-50 տարում այդքան գին չի ունենալու, որովհետև մեր համար մարդիկ են կարևորը, որ մենք համարում ենք, որ պետք է համաչափ զարգանա երկիրը, այդ ծախսը արել ենք եւ շարունակում ենք անել։ Այդ մեգա պրոյեկտները նույն ճանապարհաշինական, այլ Ագարակ Քաջարանը, այլ մեծ այս Գյումրի Երևանը, այլ չեմ ասում են լրիվ նոր ճանապարհները, չգիտեմ, այս հիմա անում ենք այդ Հանքավան ապարանը, Ենոքավան, այդ Ալավերդու կողմերը, Վեդի Մարտունին, այսինքն դրա գրանձիոզ պրոյեկտներ են, հասկանում եք, գրանձիոզ, բառի ուղիղ իմաստով, որ նույնիսկ սովետական միության ժամանակ տես ճանապարհներ չեն կառուցվել Հայաստանում։ Դա էլ է ընտրակաշարք, օքեյ, եթե դա կառավարության կողմից արված ցանկացած քայլ ընտրակաշարք է, կարելի է տենց էլ որակել, բայց դա ընտրակաշարք չի, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նախտված խոստումի եւ քո համոզմունքի իրագործումն է, որովհետեւ դու համարում ես, որ դու ունես ժամանակ, քվե, հա, տրված մանդատ քաղաքացիների կողմից։ Դու այդ մանդատը օգտագործում ես հնարավորինս լավագույն ձևով, հավաքելով
պետական բյուջեում հարկեր վճարող քաղաքացիների կողմից եւ հարկերն էլ դեմոնացնելու փորձն էլ պետքա դադարեցնել եւ դա հնարավորինս այնպես ծախսել որ յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա զգա եւ զգում է չկա տես քաղաքացի որ չի զգում հասկանում եք այդ բարեփոխ նույնիսկ այն քաղաքացիները որ մերժում են իրանք երկու հարց է տալի ընդամենը երկու հարց ինքը արդեն էլ չի կարողանում պատասխանի Պարոն Թորոսյան, կարևոր դիտարկում արեցիք, որին կուզենամ անդրադառնանք եւ ընտրակաշառքի թեման այսքանով փակենք, անցնենք մյուս հարցերին։ Նախ ասացիք, որ նախկինում ընտրակաշառք երևույթը ասոցացվում էր նախկին իշխանությունների հետ, հիմա դա իրականություն է դարձնում ընդդիմությունը, որը էլի ասոցացվում է նախկին իշխանության հետ։ Ասոցացիոն նույն մարդիկ են։ Նույն մարդիկ են։ Բայց սա եւս անպատժելիության դրսևորում չէ, այսինքն շատ խոսվել է այդ մասին, հատկապես հեղափոխությունից հետո, որ նախկին իշխանությունները գրեթե բոլոր ընտրությունները կեղծել են կամ բոլոր ընտրությունները կեղծել են այդ ճանապարհով են եկել իշխանության, բայց այդ իմաստով եւս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, պարոն Թորոսյան, եւ դա արդյոք չի ստեղծում այս պարարտ միջավայրը, որ այսօր այո անդիմությունը միայն կարծես թե գներն է փոխվել, բայց երևույթը մնում է նույնը, այսինքն հիմա խոսվում է 100-200 հազարի մասին։ Նախ ընտրակաշառքի գործով դատապարտված անձինք եղել են մեր օրոք եւ հիմա էլ կան եւ վերջի դատա վճիռը մի քանի օր առաջ եղավ, եթե չեմ սխալվում, բանի հայրենիք կուսակցության անդամի վերաբերյալ, որին 4 տարի ըստ էության դատապարտեցին ընտրակաշառքի համար եւ այս բոլոր դեպքերը, որ բացահայտում են, ով է բացահայտում։ Մեր իրավապահ մարմիններն են բացահայտում, հասկանալով, որ դա իրանց գործառույթն է եւ նաեւ ինչքան կարեւոր է պայքարել, հա, ընտրակաշառքի դեմ, դա մեր քաղաքական հանձնառությունն է, եթե դա չլներ, մենք ընդհանրապես ոչ կխոսեինք դրա մասին, ոչ էլ բան կանեինք, կզբաղվեինք դրանով, բայց դա մի հատ նյուանս կա, որ հաճախ տվողը եւ վերցնողը համաձայն են, հա, հասկանում եք դրա շուրջ եւ պետքա միայն օպերատիվ միջոցներով ես կարողանում դու բացահայտել այդ տալու եւ վերցնելու գործընթացը եւ մեր իրավապահ մարմինները հակակոռուպցիոն կոմիտեն շատ լավ աշխատանք է տանում այդ իմաստով, բայց այո կան որոշ տաք գլուխներ, որոնք այդպես էլ չեն հասկանում, իրենց ականջներին օղ չեն անում, որ դա հանցագործություն է եւ ծանր հանցագործություն է եւ իրանք գնալու են ու նստեն դրա համար, եթե այդ ամեն ինչը դատարանը ապացուցված համարի, իդեպ անկախ իրանց տարբեր այլ սոցիալական կարգավիճակներից եւ ես այս իմաստով մի քանի անգամ համեմատություններ եմ արել նարկոկարտելների եւ նարկոբիզնեսի հետ, երբ որ այդ գործընթացի մեջ այնպիսի անձանց են ներգրավում, որոնք որ իրավապահ համակարգի տեսանկյունից առավելություններ կամ արտոնություններ ունեն։ Դրանք հիմնականում անչափահասներն են, որտեղ նրանց պատիժը շատ ավելի ցածր է հասնում։ Հիմա այս դեպքում էլ ասենք ինչ-որ կերակրող մայրեր են, բազմազավակ մայրեր են, հասկանում եք, որ դատարանը նույնիսկ շատ էլ ուզենա իրանց խափանման միջոցով, օրինակ կալանք տալուց պիտի մտածի, բայց երեխեքը կամ այդ կերակրող բանը սնվող երեխան կամ մյուս երեխաները ինչ պետք է լինեն, սա բառիս ուղիղ իմաստով այդ նարկոբիզնեսին բնորոշ գործելավոճ է, որից իրանք ըստ էության օգտվում են եւ հետեւաբար չեն էլ տարբերվում, բայց սա նաեւ շատ լավ ցուցիչ է հենց մեր ժողովրդի համար, այսինքն երբ որ մենք ասում ենք պատերազմի կուսակցություն կամ ըստ էության սա հակահեղափոխության փորձա, որտեղ հեղափոխությունը ուրիշ արժեքներ ա բերել ազատություն, օրենքի գերակայություն, ժողովրդի իշխանություն եւ այլն, իրանք նորից գնում են ու դա ապացուցում են։ Այդ կաշառք բաժանելով, հիշեցնելով ժամանակին կաշառք բաժանողներին։ Երբեմն նույն դեմքով, երբեմն այլ դեմքերով։ Ու էլի ապացուցում են մեր ասածը, որ այս մարդիկ ուզում են գողանան ձեր իշխանությունը, ոչ թե հակառակը։ Միշտ այն թողնեն ձեր ձեռքերում, որտեղ ընտրակաշառքով ընտրվածը երբեք ժողովրդի իշխանություն չի կարող ունենալ, երբեք։ Կլինի դա ուժեղ, կլինի դա, չգիտեմ, ինչ որ ազգային, ինչ ուզում է իրենց անունները դնեն։ Ընտրակաշառքով ընտրվածը լինելու է այդ փողը տվողի իշխանություն ու աշխատելու է միայն այդ փողը տվողի համար, միայն։ Ու դա մենք տեսել ենք տասնյակ տարիներ, հասկանում եք, եւ ես վստահ եմ, մեր ժողովուրդը դա հասկանում է եւ չի տրվելու այդ սադրանքին, հա, կամ չի մտնելու այդ խաղի մեջ ու նույնիսկ այդ մի քանի դեպքերը, որ մենք արձանագրում ենք, դրանք էլ լավ ցուցիչ են, որ այդ մարդիկ հասկանան, որ դա իրենց երեխաների ստեղծան գողացված ապագայի մասին է լինելու, ոչ թե իրենց այդ օրվա ստացած փողի։
Իդեպ, քանի որ 2018 թվական վերադարձակ պարոն Թորոսյան, հաճախ փորձ է արվում թե հեղափոխությունը, թե ժողովրդավարությունը հակադրել անվտանգությանը, այլ նշել, որ եթե չլիներ 2018 թվականը կամ այս ուղին, որ Հայաստանը ընտրել է, մենք չէինք ունենա այն անվտանգային սպառնալիքները, որոնք ունեցել ենք վերջին տարիներին։ Նախ նորմալ եք համարում նման այսպես հակադրությունները, հակադրել ժողովրդավարությունը անվտանգությանը եւ արդյոք որպես ժողովրդավարական երկիր եւ կամ համակարգ այնքան կայացել ենք, որ ժողովրդավարությունը Հայաստանում ինչ որ իմաստով անշրջելի է, թե այդ իմաստով հնարավոր է շատ հեշտությամբ այդ անիվը հետ պատտել։ Ոչինչ անշրջելի չէ, դրա համար պետք է միշտ ջանք ներդնել եւ պայքարել դրա համար։ Իսկ ինչ վերաբերում է այդ համեմատություններին, տեսեք, բնույթով հակաժողովրդավարական ուժերը, որոնք այդ բոլոր 3 կուսակցություններն են, մի բան էլ ավել ընդեղելի կան կուսակցություններ, պարզապես նրանց մասին շատ չենք խոսում, իրենք բնույթով հակաժողովրդավար են։ Եթե նույնիսկ իրենց հանրային խոսույթը լսես, ժողովրդավարություն բառը տոտալ բացակայում է, ազատություն բառը, ժողովուրդ բառը չկա իրանց խոսքի մեջ, ժողովուրդ, ժողովրդավարություն, ազատություն չկան այդ բառերը։ Սամվել Կարապետյանը վերջերս ասում էր, որ ժողովուրդն է իրեն առաջնորդում, ինքը 100% աջակցություն ունի։ Դե այդ ընտրությունները ցույց կտան ժողովուրդն է իրեն առաջնորդում, թե չէ։ Որ ասում էր 100% կրացանք, այդ ժողովրդից գնացել հաթաթ հարցրել էր Հայաստանության 2 միլիոնից ավել ընտրողներից։ Դրա հարցնելու ձևը ընտրություններն է։ Այդ մոտարպես նույնն էր, այն որ մի հոգի էլ ասում էր ինչքան կուզեմ կխփեմ, էլի, այդ ժողովրդավարություն չի, դա ավտոկրատիա է, դա ավտորիտարիզմ է, որը որ մենք տեսել ենք եւ բարեբախտաբար չենք տեսնելու մեր ժողովրդի կամքի շնորհիվ։ Այսինքն պետքա ֆիքսենք, որ ժողովրդավարության դեմ խոսում են հակաժողովրդավարական ուժերը։ Նույն այսօրվա ԱԺ-ում հայտնված ժողովրդավարական պրոցեսներով, ընտրություններով, արդար եւ թափանցիկ ընտրություններով ազգային ժողովում հայտնված հակաժողովրդավարական ուժերը խոսում են ժողովրդավարության դեմ։ Դա ցավոք սրտի ժողովրդավարության այն շատ քիչ կողմնակի էֆեկտներից է։ Ինչպես ունեն դեղերը կողմնակի էֆեկտներ, որ կարող է մի բան բուժեն, բայց երբեմն օրինակ գլխացավ առաջացնեն կամ ինչ որ մի բան, ժողովրդավարությունն ունի կողմնակի էֆեկտներ, դա հակաժողովրդավարական ուժերի հայտնվելն է իշխանության այդքան խորհրդարաններում, որոշ երկրներում միգուցե նաև իշխանության մեջ, որոնք հետո սկսում են աշխատել ընդդեմ ժողովրդավարության։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգության այդ կապին, բովանդակային, հա։ Տեսեք, եթե Հայաստանում ժողովրդավար չլիներ, մեզ վրա հասած այդ ճգնաժամերը լուծված չէին լինելու, հաղթահարված չէին լինելու։ Ոչ պատերազմից հետո էինք մնալու, ոչ էլ մյուս հարձակումներից Հայաստանի սուվերեն տարածքի եւ նաեւ Ղարաբաղի 23 թվականի դեպքերի եւ միայն ժողովրդավարությունն է թույլ տվել մեզ մնալ ոտքի վրա։ Եվ մի կարճ անդրադարձել ժողովրդավարություն թե ավտորիտարիզմ եւ սրանով նաեւ իրանք ընդունում են, որ մինչեւ 2018 ժողովրդավարություն չի եղել Հայաստանի Հանրապետությունում, եկեք էլ ֆիքսենք, բայց 2016 թվին այդ ոչ ժողովրդավար Հայաստանի վրա ինչ էր Ադրբեջանը հարձակվում, բայց 2008-ից սկսած հələ նույնիսկ մինչեւ դրանից առաջ էլ այդ ոչ ժողովրդավար Հայաստանի պայմաններում, որը տենց շատ լավ հարաբերությունների մեջ էր նույն Ռուսաստանի դաշնակցությունը ինչ էր սկսել Ռուսաստանը զենք վաճառել միլիարդների Ադրբեջանի, որոնց եւ ըստ էության Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի, հետո էլ Հայաստանի վրա։ Այդ ոնց եղավ, որ ոչ ժողովրդավար եւ հեղափոխություն չեղած երկրին էլի բանի տեղ չդրեց իրենց կամ մեր դաշնակից Ռուսաստանի դաշնությունը։ Եվ հետեւաբար դրանք փուչ խոսքեր են, չկա տենց բան, ժողովրդավարությունը մեր ժողովրդի ես կարծում եմ կամքն է եւ որևէ արտաքին գործոնով պայմանավորված չէ եւ ժողովրդավարությունը մինչ օրս եղած ամենակայուն համակարգն է, որը պետություններին թույլ է տալիս թե պաշտպանվել եւ թե զարգանալ։ Եվ խոսենք մի քանի այսպես մշակութային փոփոխություններից, որ դուք եք որպես քաղաքական ուժ այդ մշակույթը ձևավորել, օրինակ նույն համերգներ կազմակերպելը, Վարչաբենդի այդ դրամաբանության մեջ համերգների մասնակցելը, այստեղ էլ պատկերացրեք քննադատություն կա, որ այդ կերպ ձեր ուժը փորձում է իր դեմքը մաքրել, այդ բոլոր արհավիրքները, որ բերել եք, հիմա ուզում եք ուրախ նոտայով ցույց տալ, որ դուք ուրախություն առաջարկող ուժ եք։ Նախ ընդհանուր առմամբ դրամաբանական է, որ վարչապետը կարող է նաև նվագել, երգել կամ ձեր քաղաքական ուժը նվագել, երգել, ուրախանալ, սրտիկներ ցույց տալ եւ ինչ միտում ունի դա։
Ես չեմ հասկանում անկեղծ ասած այդ ոչ մեղադրանքները, ոչ հարցերը, այսինքն ինչ է նշանակում տրամաբանական է, թե ասենք մարդ չի կարա սրտիկ ցույց տա կամ չգիտեմ, սենց անի կամ սենց անի եւ եթե իր աջակիցների եւ իր ժողովրդի հետ այն ժողովրդի, որից որ մանդատ է ստացել 54% անցյալ ընտրություններին եւ ազգային ժողովում մեծամասնությունը շփվել այս կամ այն եղանակով դա ինչի մասն է խոսքում, որ մենք մեզ չենք տարբերում մեր քաղաքացիից, որ եթե X քաղաքացին որևէ քաղաքացի կարող է անել նույնը, ինչ որ մի բան, նույնը մենք է կարող ենք անել եւ անում ենք։ Եվ հիմա նաեւ դա ցույց ենք տալիս, հա, հրապարակային, այդ ձեր ասածը ուրիշ բանի մասն է իրականում այդ մեղադրանքը։ Ու սրա մասին շատ ենք խոսել, վարչապետներն է շատ խոսել, որ իրանց անհրաժեշտ է ստեղծել տենց այսպես կոչված մեծ ամոթի մթնոլորտ, հա, որում մենք չենք շփվի մեր քաղաքացիների հետ։ Իրանց պետքա որ մենք չշփվենք մեր քաղաքացիների, մեր հակառակորդներին, ընդդիմությանը անհրաժեշտ է, որպեսզի մենք մեր քաղաքացի հետ հնարավորինս քիչ հաղորդակցվենք, որտեղ այդ հաղորդակցության ժամանակը բացահայտվում եւ ուժի ով կամ ինչ տեսակի լինելը եւ բովանդակությունը ընդհանրապես խոսակցության ժամանակ բովանդակությունն է նաև հաղորդակցվում եւ մեր կողմի ժողովրդին եւ ժողովրդից դեպի մեզ։ Ու այս շփման մեթոդները իրանց նախորդ են, չնայած հիմա իրենք էլ են սկսել ինչ որ տենց կրկնօրինակել կամ ավելի շուտ կապկել մեզ, հա, տենց բարկա հայերենում։ Բայց դա դրա մասին է ավելի շատ, որ ոնց կարա վարչապետը տենց, չգիտեմ, որ իրանք Բաղրամյան 26-ում փակված, բան տենց հերվից մենակ կարելի էր մատով ցույց տալ, հա, օրինակ Սերժին, Ռոբերտին կամ Եսիմում, մեկ էլ տեսնում են վարչապետը ոչ միայն դուրս է գալիս փողոց շփվում է քաղաքացիհետ եւ գնում է սրճարան սուրճ խմում։ Ոնց կարող, ասենք դու Սերժին տեսել ես 10 տարվա մեջ սրճարանում սուրճ խմելուց։ Տենց մարդ կա, որ Սերժ Սարգսյանին տեսել է սրճարանում սուրճ խմելուց իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում։ Ես կդժվարանամ հավատալ, եթե տենց մարդ կա, էլի, գոնե մի հոգի։ Բայց ասենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կան տես 10,000 հազարավոր մարդիկ եւ դա նորմալ է, որտեղ վարչապետը մարդ է, մենք մարդ ենք, սովորական մարդիկ ենք ու մենք մեզ չենք տարբերում մեր քաղաքացիներից։ Իրա բոլոր, ասենք, հա վարչապետը parza ունի պետական պահպանություն եւ դա նորմալ է, որ պիտի ունենա, որտեղ երկրի ղեկավարն է, բայց նաեւ ինքը չի վարանում իր մյուս բաների մասին, հոբիների, նախասիրությունների մասին կիսվել ժողովրդի հետ, որտեղ ուզում է որ ժողովուրդն էլ տեսնի իրան այնպես ինչպես կա, մենք ուզում ենք որ ժողովուրդը տեսնի մեզ այնպես ինչպես մեզ կանք, այո, նաև ուզում ենք ուրախություն փոխանցենք։ Ինչ վատ բան կա դրա մեջ։ Ինչ վատ բան կա, որ վարչապետը կարա տեքստ գրի, մեկ ուրիշ երաժշտությունը գրի ու վարչապետն էլ նոր հմտություն ձեռք բերած լինի։ Ես էլ կարողանայի նվագել, ես էլ կմիանայի, ցավոք սրտի չեմ կարում, ինձ էլ ասում են խնդրում են մի երգի, մի նվագի, որտեղ դու չես կարում։ Ես էլ կարող եմ ուրիշ բան եմ կարում անեմ, այդ եմ անում եւ չեմ վարանում դա ցույց տալ։ Իրանց դա պետք չի այդ իմ ասած նպատակներով միայն։ Եվ իրանք նույնիսկ այս պարզ շփումը դեմոնիզացնում են, ասում են դուք ինչ լուրջ նախարարը ոնց կարա ասես բան անի, վարչապետը ոնց կարա ասես բան անի, ոնց կարա вообще ոնց կարա նախարարը ընդհանրապես շփվի ժողովրդի հետ։ Նախարարը պետք է ժողովրդին տենալուց տենց վատ նայի, նախարարի բաները, ախրանիկները պետք է ծեծեն մարդկանց, վարչապետի ախրանիկները կանա սպանեն նաև մարդկանց, ոնց որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ախրանիկներն էին սպանում։ Այդ է տարբերությունը եւ դրանով նաև ի ցույց է դրվում այդ իրանց ով լինելը, այսպես ասած։ Կրկնօրինակելով տրամաբանության մեջ մի փոքր թեթևացնեմ մեր զրույցը, պարոն Թորոսյան, այսօր ձայնագրություններ են հայտնվել նաև մեդիա դաշտում, որտեղ խոսվում է թե ինչպես են փորձում մոբիլիզացնել մարդկանց, որպեսզի մասնակցեն Կարապետյանների հանրահավաքին, այնտեղ խոսվում է երկու կարկանդակի եւ մեկ Կոկա-կոլայի մասին, այսինքն առաջարկում են երկու պերաշկու եւ մեկ կոլայի դիմաց գալ եւ մասնակցել այդ հանրահավաքներին, բայց չմոռանանք, որ պերաշկին քաղաքական օրակարգ դարձրել է քաղաքակրթական պայմանագիր ուժը։ Դուք գիտեք թե ինչքան քննարկվեց այդ պերաշկու մասին խոսակցությունները։ Պերաշկին մեմ էր դարձել, այդ թվում ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես համաշխարհային մեդիայում։ Այդ նույն ասածի տրամաբանության մեջ է, էլի, որ այսինքն ոնց կարա վարչապետը, օրինակ վարչապետը պետք է ուտի միայն սև խավիար, բերած օրինակ, չգիտեմ, Կասպից ծովի հյուսիսային կողմերից, տենց Աստրախանի կողմերից
կամ այնպիսի մի բան, որը հարիր է միայն վարչապետներին եւ երկրների նախագահներին, բայց պերաշկի 50 կամ 100 դրամանոց չի կարող ուտել։ Իսկ այդ ձեր ասածը պարզ ընտրակաշարք է, ուրիշ ոչ մի բան, որտեղ մեր օրենսդրությունը արգելում է որևէ կերպ եւ պարտադրել եւ շահագրգռել հանրային հանրահավաքների մասնակցելը, եւ ես վստահ եմ, որ պետքա այդ նույն ճակատագրին արժանանան ինչ որ մյուս ընտրակեղծարաններն ու ընտրակաշարք բաժանողները, բայց հա, այդ բանը կա, այդ որ սկսում են սկզբից իրանց կարծիքով հեգնել, բայց հետո հասկանում են, որ աշխատում է, նույն բանը իրանք են անում, դրա համար եմ ասում կապկել, էլի, վատ պատճենելու տարբերակն է այդ բառը հայերենում լավ բառ է։ Իսկ ընդհանուր առմամբ արդեն ասացի, ինչ կա դրա մեջ, որ վարչապետը կամ մենք պարում ենք, վարչապետը կամ մենք գնում ենք, երգում ենք, ինչ որ բան ենք ուտում, ասացի սուրճ ենք խմում եւ նորից եմ կրկնում, այդ իրանց պատկերացրած իշխանությունը, որը մեր ժողովուրդը տեսել է, հակառակի մասին է, ժողովուրդը չշփվելու, ժողովրդին բանի տեղ չդնելու, ժողովրդին ընտրությունից ընտրություն ընտրակաշարք բաժանելու, հարստահարելու, կեղեքելու եւ դրա պատճառով Հայաստանը նաեւ դատարկվել, հասկանում եք։ Այդ միլիոնից ավել մարդիկ, որ Հայաստանից գնացել են, նաև դրա պատճառով են գնաց, այդ բիզնեսները, որ խլվում էին, այդ հիմա չեմ պիտի հիշացնեմ, ասենք փողոցում մեկը Սաշիկ Սարգսյանի տղեկին տենում էր, մի կիլոմետր հեռու էր ման գալ, որ հանկարծ մի հատ խնդրեմ չունենա, չտան չսպանեն տեղում։ Հիմա դες բան չկա։ Հիմա ոչ մեկ չի ճանաչում, չգիտեմ, վարչապետի բարեկամների երեխաներին։ Իսկ երեխաներին հա ճանաչում են, որտեվ հանրային են։ Ու ասենք բանը, չգիտեն նույնիսկ որտեղ են ապրում, ինչով են զբաղվում, դա շատ նորմալ է։ Հիմա այս մեզ այդ հարցում քննադատողները ասում են Ժորժ ջան, չի կարա դες բանը լինի, պետքա լինի հակառակը, մենք պետքա նստենք մեր բաներում, դղյակներում, պետական կամ ոչ պաշտոնը պետական, ձեր հետ չպետքա շփվենք, իսկ մեր բարեկամները ինչ ուզեն ձեր հետ պետք է անեն փողոցները, որտեղ ճիշտ է դա։ Մենք էլ ասում ենք, չէ, ճիշտ է, չի։ Ճիշտ է այն, ինչ որ հիմա կա։ Եվ նախընտրական տրամաբանության մեջ, պարոն Թորոսյան, քանի որ այդպես գաղափարական եւ ծրագրերի շուրջ դիսկուս հաճախ չենք հանդիպում, ավելի շատ հանդիպում ենք այսպես ուժեղ, արժանապատիվ, ավելի շատ էմոցիաների հետ կապ ունեցող արտահայտություններ, նույն ձեր ուժին շատ են մեղադրում վախենալու մեջ, նախ հասկանանք արդյոք էմոցիաները քաղաքական կատեգորիա են թե չէ, եւ ինչ է առաջարկում հստակ քաղաքացիական պայմանագիրը, ինչպիսի Հայաստան է առաջարկում, այո, տեր կանգնիր խաղաղությանը, բայց եթե այսպես Նախ էմոցիաները քաղաքական կատեգորիա են միանշանակ եւ էմոցիան եւ միտքը միասին են ըստ էության վերջնական որոշման կայացման վրա ազդում, բայց այս առումով էլ են մեր գործընկերները մեզ կապկում բառի ուղիղ իմաստով, օրինակ 300,000 աշխատատեղ ստեղծող քաղաքական ուժը երևի կապկել է կամ պատճառնել է մեր 300,000 ստեղծած աշխատատեղը։ Այսօր մի քաղաքական ուժ ասում էր, որ տաքսիստների ստաժը պետք է հաշվարկվի կենսաթոշակ ստանալիս մի բան, որը մենք արդեն մի ամիս առաջ ասել ենք եւ անում ենք, օրենսդրական փոփոխություն ենք անում։ Մեկ ուրիշը ասում է անվճար կրթություն պետք է լինի, որը մեր նախընտրական եւ կառավարության ծրագրում եւ մեր պլաններում կա, որ բարձրագույն կրթությունը պետք է հնարավորինս մաչելի լինի լավ սովորող ուսանողների։ Այսինքն լիքը բաներ նույն բանն են ասում մեզ, իսկ մեր առաջարկածը շատ պարզ է, խաղաղ եւ իրական Հայաստան հաստատված խաղաղությամբ, որը բարեկեցիկ է դառնալու մեր աշխատող ժողովրդի շնորհիվ եւ որը տեղի է ունենում, հասկանում եք, մեր տնտեսական աճը անցյալ տարվա 7%-ից բարձր, մեր հարկային մուտքերը, որոնք դառնում են այդ ամեն ինչը ինչ որ ասեցի, աշխատավարձերի միջին աշխատավարձի աճը, աշխատատեղերի աճը, ստեղծվող նոր ձեռնարկությունները, թե բարձր տեխնոլոգիական ոլորտում, թե պարզապես արտադրությունում, ապաշրջափակումը, այդ ամեն ինչը մեր առաջարկն ու արածն է, այսինքն մենք նույնիսկ չենք էլ առաջարկում մի բան, որը չենք արել, մենք ասում ենք, տեսեք ինչ արել ենք, դրա ավելի շատն ենք անելու, ավելի շատ ճանապարհ են կառուցելու, ավելի շատ դպրոց, մանկապարտեզ, բովանդակություն, պետական չափորոշիչ, ապահովագրություն, կենսաթոշակների ինդեքսավորում 100 տողա, շատ չափելի բաներ, բայց դա ամբողջը չի իհարկե, դա ընդհանրապես 100 տողն է մեր նախընտրական ծրագրի, բայց ամենակարևորը, որի հիմքն է, որ այս ամեն ինչի հիմքն է, խաղաղությունն է հիմքը, հասկանում եք, դրա համար է մեր կարգախոսը տեր կանգնիր խաղաղությանը, որտեղ եթե խաղաղությանը տեր չկանգնենք եւ տուրք տանք այս պատերազմի կուսակցության կոչերին, մենք եմ մնացած ամեն ինչ կորցնելու ենք, ինչպես եւ չենք ունեցել, հասկանում եք, նախ զոհեր ենք ունենալու եւ սա բան չի, ոչ սպառնալիք է, ոչ շանտաժ է, սա պարզ
թարմացում է հիշողության, հա, ինչը որ մենք ունեցել ենք ոչ այդքան վաղ անցյալում, եւ པարզ թարմացում է հիշողության այդ տնտեսական մոնոպոլիաները, ասենք, ոնց ասեմ, էլի քոչարանի տղու մոնոպոլիստ հեռախոս բերող լինելը, այն մյուսի մոնոպոլիստ բանան բերող լինելը, այն մյուսի եւ այդպես շարունակ, ասենք այդ մարդիկ հիմա ասում են մեզ նորից ձեն տվեք, ոնց կարա հայաստանցիական քաղաքացին իրենց ձեն տա, ես չեմ հասկանում։ Եվ ամփոփ եմ, պարոն Թորոսյան, արդյոք այս ընտրությունները պատերազմ եւ խաղաղություն երկընտրանքի մեջ են, թե ավելին, օրինակ, պետություն ունենալ չունենալու, այստեղ դուք ավելին կմանրամասնեք եւ ինչով է նաեւ պայմանավորված, որ նման մեծ ուշադրություն, միջազգային ուշադրություն նկատի ունեմ, կա այս հատկապես այս խորհրդարանական ընտրությունների վրա տպավորություն է, որ բոլոր հարևանները միջազգային դերակատարներ այսպես խոշորացույցով հետևելու են եւ հետևում են, թե ինչ է տեղի ունենալու հունիսի 7-ին, ինչու է այսքան մեծ միջազգային ուշադրության նաև արժանանում այս ընտրությունները։ Նախ ես կարծում եմ եւ պետականության եւ ինքնիշխանության, անկախության, խաղաղության հարցավորոշում հունիսի 7-ին, որտեղ այն ուժերը, որոնք որ պատրաստվում են վերանայել արդեն հաստատված խաղաղությունը, կասկածի տակ են դնում այդ ամեն ինչը, խաղաղությունը, պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը մեր ընդհանրապես տեղ ապրելու մեր իրավունքը, այս մեր հայրենիքում։ Իսկ ինչ վերաբերում է ուշադրությանը, նախ ես այդքան էլ չեմ կիսում, որ մենք տենց մոտավորապես աշխարհի ուշադրության կենտրոնում ենք հիմա։ Եվրամիությունից արդեն երկրորդ խումբն է գալիս։ Չէ, որտեվ աշխարհում այնքան այդ թվում մեր հարևանությամբ այնքան խառը բաներ են տեղի ունենում, եկեք այդ մի քիչ բան անենք, էլի, տենց դուրս գանք այդ բանից, որ բոլորը մեզնով են հետաքրքրված, այդպես բան չկա։ Առաջինը մենք ենք մեզնով հետաքրքրված, իհարկե, բայց կա նաև հետաքրքրություն, որտեվ Հարավային Կովկասը հիմա ըստ էության ամենախաղաղ տարածաշրջանն է, առնվազն մեր ավելի լայն տարածաշրջանում, մեզնից հյուսիս պատերազմ է, մեզնից հարավ բարեբախտաբար պատերազմը առնվազն այս պահին դադարած է եւ հույս ունենք վերջնականապես կդադարի եւ շատ կարեւոր է Հարավային Կովկասը թե լոգիստիկ առումով, թե քաղաքական առումով մենք գտնվում ենք անմիջապես Եվրոպական միության հարևանության մեջ, մենք հայտարարել ենք, որ ուզում ենք դառնանք Եվրոպական միության անդամ եւ նորմալ է, որ այն երկրները, որոնք որ կիսում են մեր արժեքները կամ մենք էլ կիսում ենք այդ նույն եվրոպական համամարտկային արժեքները, ուզում են, որ մենք հաջողենք որպես պետություն եւ դրա համար նաեւ օգնում են մեր պետությանը տարբեր ռիսկեր կառավարելու, մեղմելու, հիբրիդային հարձակումների ռիսկերը, տնտեսական ինչ որ ռիսկեր, այդ առումով դա շատ բնական է եւ ես կարծում եմ, որ այո, հունիսի 7-ը ըստ էության ես չեմ սիրում սա զբառից, բայց պատմական եւ ճակատագրական օր է լինելու Հայաստանի Հանրապետության համար իր հարատեվությունը ապահովելու տեսանկյունից։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էր, կհանդիպենք։